Իրենք չեն հասկանում, որ Թրամփին զանգի, Թրամփը կարող է, եթե նույնիսկ զանգի, կարող է Ալբանիա զորք ուղարկի։ Չէ, կարող ծիծաղելի բաներ եք ասում։ Կարող է Թրամփի կնոջ հեռախոսներ ունի, իրանք ուղղակի դրվելու են զորասեղանի վրա։ Ամենայն հավանականությամբ կմիավորվեք եւ ինչ որ ընդհանուր մի ճամբարով եկեք sense անենք, էլի ես հասկանում եմ ձեր լիագրողական հետաքրքրությունը։ Չէ, որ առարկայական լինի զրույցը, պարոն Չալաբյան, եթե 2 ամիս բանը Սիրելի ազա, ես այս տաուները կտամ, երբ որ մենք պաշտոնականացնենք դա։ Ուզում եք, որ կոնսոլիդացիա լինի, թողեք աշխատենք դրա։ Հայաստանում մենք չենք կարողանալու այլևս իշխանություն ձևավորենք։ Այդ Հայաստանում 4-րդ հանրապետություն կոչեցյալ այդ արհեստական կառույցում իշխանությունը նշանակվելու է Անկարայից։ Այսօր իմ հյուրը Հայակվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է։ Բարև պարոն Չալաբյան, գիտեմ, որ ինձ մոտ եկել եք Մերձավանից։ Ինչ վիճակ է այնտեղ։ Ծանր վշտի, որ իմաստով օդում թանձրացած ողբերգության զգացողություն էր Մերձավանում, որովհետև զոհվել է երիտասարդ մարդ, 42 տարեկան, 4 երեխաների հայր, եւ Մերձավանում եւ ամբողջ համայնքում հարգված, բարձր հեղինակություն ունեցող, սիրված իր գործունեությամբ գնահատված մարդ։ Մենք հիշում ենք այն պատկերը ընտրություններից հետո։ Այո, որի ողբերգական այս սպանությունը բացարձակ անժամանակ եւ մեծ հարված էր ամբողջ համայնքին, որտեղ պետք է հասկանալ։ Վարկածները արդեն կան։ Չեմ ուզում որևէ վարկածի վրա կենտրոնանալ, դե բնական է որոշակի վարկածներ ոստիկանությունը քննարկում է, բայց ակնհայտ է մի բան, որ այս ամեն ինչ ոչ թե պարզ մարդու սպանություն էր, սա քաղաքական սպանություն էր, ահաբեկչություններ ըստ էության, քանի որ տեղի ունեցել կազմակերպված, սառնասրտորեն, դաժանաբար։ Այսինքն հստակ է, որ սա պատվիրված Բացարձակ ակնհայտ է, որ սա պատվիրված է, ոչռագիր ակնհայտ է, պատվիրված է մարդկանց կողմից, որոնք ակնհայտորեն մեծ կարողություն, ռեսուրսներ ունեն, ենթադրում են, որ իրենք անպատիժ են մնալու, պատվիրված է մարդկանց կողմից, որոնց ամենայն հավանականությամբ Վաղոտ Գրիգորյանի գործունեությունը այս կամ այն կերպ խանգարում էր, խոչընդոտում էր, եւ նաեւ ուզում եմ արձանագրել այն փաստը, որ այդ կարգի հանցագործությունը պետք է կանխված լիներ, որովհետև տեսեք մեծ հավանականությամբ հանցագործները առաջի անգամ չի, որ այդտեղ են գտնվել։ Գնացել են, եկել են, ստուգել են, տեսադիտարկում են արել, փորձել են հասկանալ, ասենք Վաղոտ Գրիգորյանը երբ է մտնում, երբ է դուրս գալի, որ այնտեղ բանը այդ ամբողջ տունը մի քանի դարպասներ ուներ, որ դարպասից է օգտվում եւ այլն։ Այդ ամեն ինչ նախապատրաստված է եղել ամենայն հավանականությամբ, հա։ Եվ այդ ամբողջ ընթացքում որևէ կանխիչ գործողություն տեղի չունեցել։ Ինչ որ ձևով սա կարող է կապել կամ փոխում է մթնոլորտը, մենք գիտենք, որ նոյեմբերին էջմիածնում են ընտրություններ լինելու։ Ինչ որ ընդհանուր Հայաստանում մթնոլորտ է փոխվել, հա, այս սպանությունն էլ եկել է դա փաստելու է, ճիշտ եմ հասկանում։ Հայաստանում մթնոլորտը փոխվել է այն պահից սկսած, եւ գործող վարչախմբի ղեկավարը հայտարարել է, որ ինքը ընտրություններով սահմանադրական մեծամասնություն ստանալու, որը բացարձակ աբսուրդ է, այսինքն թե դու հասարակության մեջ չնչին աջակցություն ունես, ինչպես կարող ես։ Ինչ է նման հայտարարություն ամ, չեք կարծում, որ ինչ բաներ։ Վերջացնեմ, եթե դու ունես չնչին աջակցություն հասարակության մեծամասնությունը դեմ է քո կողմից վարած քաղաքականությանը, ինչպես դու կարող ես սահմանադրական մեծամասնություն ստանաս։ Որովհետեւ պետք է գնաս բռնաճնշումների, ահաբեկման, սարսափի մթնոլորտ տարածելու, ինչին մենք ակնհայտ ենք լինում վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում համատարած ամենուրեք ներառյալ իմիջիացիա իջնացնում։ Բոլոր անդիմադիր տեխնացիաների նկատմամբ տարածություն որս է հայտարարված։ Ահաբեկում են մարդկանց, սպառնում են, պահանջում են, որ ցուցակներից դուրս գան, աշխատանքից են հանում եւ այլն, այդ ամեն ինչը տեղի ունի։ Ունեք տվյալներ։ Հա, իհարկե, եւ բացահայտ են այդ տվյալները։ Օրինակ, հայտնի է այնտեղ անդիմադիր տեխնացիաներից մեկը, Սևակ Խաչատրյան, Հորոխբորը թե քերուն տարածություն մի քանի օր առաջ աշխատանքից հանել են։ Պահանջել է, որ ինքը ազդի իր, ենթադրենք, զարմիկի վրա, այլ հրաժարվել է աշխատանքից հեռացել։ Ուզում ասեմ, այդ մթնոլորտն է, այդ ամեն ինչ արվում է, այսպես կոչված ժողովրդավարության քողի տակ, թե անկեղծ ասեմ, ես ամբողջ Հայաստանի անկախ Հայաստանի պատմությունը շատ լավ հիշում եմ, առաջ օրվանից մինչև այս պահը, անկախության հանրաքվեցքից, երևի այս կարգի
այս կարգի սարսափի մթնոլորտ ինչ-որ հիմա է Հայաստանում տիրում, այդ տարիների ընթացքում կամ չի եղել կամ բացառիկ դեպքերն են եղել։ Բացառիկ դեպքերն եղել, ասենք կարելի է հիշել ենթադրենք 95 թվականը, որը դրան մոտ էր, հա, երբ որ օրինակ դաշնակցություններ արգելափակված բազմաթիվ ձերբակալվածներ կան եւ այլն։ Հիմա տարածորեն Հայաստանում մեր աչքերի առաջ գործող վարչախումբը փորձում է վերածվել բռնատիրության եւ աչ ու ձախ, ասենք, այդպիսի քայլեր են տեղի ունենում։ Պարոն Չաղաբյան, մենք ձեզ հետ վերջին անգամ խոսել ենք սրանց 2 ամիս առաջ եւ հարցազրույցի ժամանակ ինձ ասացիք, որ չեք հավատում, որ միջև ընտրություններ Իլհամ Ալիևը որևէ փաստաթուղթ կստորագրի։ Մենք ձեզ հետ այդ թեմայով խոսեցինք, բայց բանից պարզվեց, որ իսկապես ստորագրեց, թե դա նախաստորագրում է, ամեն դեպքում թրիփն էլ ստորագրեցին։ Մենք կարող ենք փաստել, որ այսօր ապրում ենք նոր իրականությունում։ Նիկոլ Փաշինյանը ունի այդ թուղթը, որի տակ կա եւ Տրամպի եւ Իլհամ Ալիևի ստորագրությունը, եւ այսինքն ընտրություններին հաղթելու նրա շանսերը ըստ իշխանությունների մեծացել են։ Դուք այս կարծիքը չեք կիսում։ Չեմ կիսում այդ կարծիքը, ասեմ ինչ։ Նախ եւ առաջ այդ թուղթը մեր հասարակության կողմից բնավ միանշանակ չի ընդունվել։ Այդ թուղթը մեր համար, մեր կարծիքով բնավ դրական թուղթ էլ չի։ Մեր կարծիքով հա, բայց հասարակության։ Չէ, մի րոպե, ես հեսա հասարակության կարծիքով։ Մեր կարծիքով դա բնավ դրական թուղթ չի, որովհետեւ այդ թղթով Հայաստանի տարածքով ըստ էության միջանցք է տրվում Ալիևին, մեկ, այդ թղթով, որի մասին դուք ասում եք, Արցախի հարցը ընդհանրապես հանվում է բանակցային օրակարգից, այդ թղթով արդեն սկսել է Մինսկի խմբի լուծարումը, հա, այդ թղթով Ալիևը ոչ մի պարտավորություն լուծարման գործընթացում է, հայտարարվել է լուծարման մասին, լուծարման գործընթացում է։ Այդ թղթով Ալիևը իր վրա ոչ մի պարտավորություն չի ստանձնել, ոչ մի տեսակ ոչ մի պարտավորություն չի ստանձնել, այդ թղթի ստորագրումից հետո Հայաստանում սկսել են գործընթացներ, որ Հայաստանի նոր տարածքներ պետք է հանձնի, դրա մասին Բարբաջում Ալեն Սիմոնյանը պնդումներ անում, որ հայ զինվորները գտնվում են ադրբեջանական տարածքում, թե ուղիղ հակառակն է։ Այսինքն հայ հասարակությունը այդ թղթից որևէ օգուտ չի տեսել եւ չի ակնկալում։ Այդ մեկ, դրա մասին ուզում եմ ձեզ հստակ ասեմ։ Երկրորդը, մինչև այդ թղթի ստորագրումը, մեր անցկացրած բոլոր հարցումները ցույց են տալի, որ հայ հասարակության մեծ մասը ընդհանրապես չի հավատում, որ որևէ թղթով կարող խաղաղություն գա։ Թղթի հայտնվել է ինքնին։ Բայց Փաշինյանն ասում է, խաղաղություն են բերել, ամեն օր ասում։ Մի բան ձեզ ասեմ, հա, Փաշինյանը այս տարիների ընթացքում այն քանակությամբ սուտ է ասել մեր հասարակությանը, որ մեր հասարակությունը արդեն փառք Աստծո իմունիտետ է ձևավորել Փաշինյանի ստերի նկատմամբ։ Երբ որ Փաշինյանը օրինակ իրան հարցում են, ասում են, ինչու դու ասացիր Արցախ Հայաստանը է վերջ։ Ինքը ասում է, այն ժամանակ իմ գլխում հայրենասիրության մի մոդել էր, հիմա իմ գլխում հայրենասիրության այլ մոդել է։ Չէ, ներողություն։ Հասարակության մասին եք, չէ հարցնում։ Մեր հասարակությունը լսելով դա բայց մեր հասարակությունը նաև հաշվում է, ասում է 1.5 տարուց ավելի է, մի տարի 8 ամիս է, իսկապես ոչ մի ռազմական բախում, սահմանային բախում տեղի չի ունեցել։ Սա խաղաղություն է, սա փաստարկ է։ Չէ, ներողություն, նախ սա խաղաղություն չի։ Իրանց համար խաղաղություն է, փաստարկ է։ Երկրորդը, ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի տարածքում։ Ես օրինակ տարածորեն 3 օր առաջ անցնում էի ներքին հանդիմոտով, որտեղ մեր սահմաններում գտնվող Լեռնային մասիվ կա այնտեղ, Անտառապատ, այդտեղ գտնվում են ադրբեջանական զորքերը, որոնք այդ թղթի ստորագրումից հետո մի քայլել չեն նահանջել։ Էլ չեմ ասում, ենթադրենք Բաքվում մեր գերիների նկատմամբ շարունակող այդ ստոր դատավարության մասին։ Էլ չեմ ասում դրա մասին, որ Հայաստանի իշխանությունները ԱԱԾ-ի տնօրենը Բաքու էր գնացել, տարել էր իր հետ 8 գերիների, կարծեմ 8 գերիների ցուցակ։ Եվ ես չեմ բացառում, որ բնականաբար Արցախի նախկին ղեկավարներն այդ ցուցակում չկան, եւ ես չեմ բացառում, որ մի մասին այդ 20 պաշտոնապես մենք 23 գերի ունենք, 23-ից մի 8 հոգու բաց թողնեն։ Դուք միացել եք հարցրեք ինչի դիմաց։ Հասարակ մարդիկ, հա, գիտեմ ինչի դիմաց։ Կարող են 8 գերի բաց թողնեն, բայց ասեմ 80,000 ադրբեջանցի պետք է բնակեցվի Հայաստանում։ Կարծեմ մերոնք էլ բաց են թողնում այն հանցագործներին, որ դատված են։ Դա ինչ մի ժեստ է։ Դրա մասին չի խոսք։ Ամեն դեպքում ընտրություններից առաջ նա նորից իր էլեկտորատին, որը մեծամասամբ հասարակ մարդիկ են, բերելու է մարդկանց եւ ասել է, տեսեք, ես ամեն ինչ արեցի եւ առաջին հերթին հասարակ մարդկանց։ Ես մի զարմանալի բան ասեմ, անսպասելի բան ասեմ։ Ուրեմն Փաշինյանի էլեկտորատը այլևս հասարակ մարդիկ չեն։ Փաշինյանը ամենամեծ ուսումնասիրություն արել եք։ Այո, բարբերաբար ենք անում։ Փաշինյանի էլեկտորատը այսօր ամենանվիրված էլեկտորատը, դրանք են մարդիկ են, որոնք ֆինանսապես կախված են այս իշխանությունից։ Տենդերներ են շահում, բիզնեսների տեր են դարել,
Փաշինյանի բռնագանձված գույքն են ջրի գնով առնում եւ այլն։ Մեր սոցիոլոգիական հարցումները պարադոքսալ արդյունք են տվել։ Մեզ միշտ թվում էր, որ Փաշինյանին ամենաշատը հավատում են հասարակ մարդիկ։ Հիմա պարզվում է, որ Փաշինյանին հավատում են մարդիկ, որոնք Փաշինյանից փող ունեն, նյութական շահ։ Ամենաիշխանամետ խավը Հայաստանում։ Դրանք քիչ են, բայց 5%-ն է հասարակության։ Այսինքն գիտեք, իսկ մնացած 10% ովքեր են։ Մնացած նկատում եք 15% ունի։ Նկատում եք 95։ Չէ, մնացած ինքը մոտավորապես 15% ձայն ունի, չէ։ Հա, հիմա տեսեք, եթե մի մարդ ունի մոտավորապես 15%-ի աջակցության հասարակության, հա։ Եթե հավատանք այդ հարցումներին, մենք Չէ, բայց այդ բազմաթիվ հարցումներ են ցույց տալի նույն արդյունքը, մոտավորապես այդ թիվն է ցույց տալիս։ Բազմաթիվ հարցումներ, դա մի հարցում չի, մեր հարցումներն են դա ցույց տալիս, այլ հարցումներ են։ Տեսեք, տարբեր մարդիկ են, հիմնականում դրանք են մարդիկ են, որոնք կամ Փաշինյանից անմիջական նյութական շահ ունեն, պաշտոններ ունեն, բիզնեսներ ունեն եւ այլն, եւ իրանք ոնց որ ատամներով պահելու են Փաշինյան, բայց դա իսկապես հասարակության 5%-ն է։ Այն մնացած 10%-ը այն մարդիկ են, որոնք ըստ էության ինֆորմացիոն վակուումի մեջ են գտնվում, այսինքն իրանք օրինակ հիմնականում օգտվում են ՀՄԷԿ-ից որպես ինֆորմացիայի աղբյուր, ՀՄԷԿ-ը քանի որ առավոտից գիշեր զբաղվում է փաշինյանական թեզերի, մանիպուլյատիվ թեզերի ստի տարածմամբ, այդ մարդկանց այսպես ասած ուղղակների լվացում է։ Հերու շրջաններում գյուղերում ապրող մարդիկ։ Տարեց հիմնականում։ Այսինքն այդ են մարդիկ են, որոնք ինֆորմացիան նույնպես եմ ասում, մեկ աղբյուրից են օգտագործում, դա հանրային հեռուստատեսությունն է։ Հետաքրքիր բան ես ասեմ օրինակ։ Ինչքան ավելի երիտասարդ են Հայաստանում բնակիչները, այնքան ավելի ընդդիմադիր։ Իսկ երիտասարդների շրջանում ծայրահեղ ընդդիմադիր է։ Ծայրահեղ ինչքան ավելի երիտասարդ են, այնքան ավելի ընդդիմադիր են կարող են ձեզ հետ չհամաձայնել։ Դուք մի բան ես ասում եք, դուք կարող առանձին վերսած դեպքերով եք դատում։ Մենք դատում ենք ոչ թե մեկ սոցիոլոգիական երիտասարդների շրջանում նա չունի ձայն։ Չեմ ասում չունի, ընդհանրապես։ Չեմ ասում ընդհանրապես չունի, բայց եթե մենք վերցնում ենք իր աջակցությունը, վերլուծում ենք դա ըստ տարիքային խմբերի, բարձր տարիքային խմբում է, հետո միջին տարիքային խմբում եւ ամենացածր աջակցությունը ինչ որ բան կփոխվի այս կոնֆիգուրացիայով, վարկանիշների հետ կապված կամ ընտրությունների հետ կապված, եթե համոզի Էրդողանի միջոցով Փաշինյանը Ալիևին եւ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ընտրություններից առաջ, 2 ամիս առաջ օրինակ։ Տեսեք, այդ բազմաթիվ մեծ եթեներ են, կարծում եմ հետևյալն է, հա, մենք չենք բացառում այնպիսի իրավիճակ, որ եթե Էրդողանը եւ Ալիևը հասկանան, որ իրանք կորցնում են Փաշինյանին, իսկ Փաշինյանը իրենց հիմնական, այսպես ասած, գործակալն եւ գործընկերն է Հայաստանում եւ ըստ էության իրականացնում է իրենց քաղաքական կուրսը Հայաստանը ներսից պայթեցնելու, այո։ Նրանք չի բացառում, որ գնան այդ քայլին։ Նրանք չի բացառում, որ Փաշինյանի առաջ մի հատ ոսկոր նետեն, որպեսզի Փաշինյանի վարկանիշը դրանով բարձրացնեն։ Սակայն նորից ուզում եմ ձեզ ասեմ հետևյալը. կարևոր է նա, որ մեր հասարակության մեծ մասը, որ արդեն 7 տարի ապրում է Փաշինյանի իշխանության օրոք, սկսել է հասկանալ, որ Փաշինյանը, նորից եմ ասում, սուտասան է, որ որևէ առանձին վերցած բանի պետք չի հավատալ։ Սուտասան է, բայց ասում են, որ նրա օրոք պատերազմ չի լինի, որտեվ ինքը ամեն ինչ զիջում է Ադրբեջանին։ Ներողություն, նախ նրա օրոք մենք անընդհատ ապրում ենք պատերազմի մեջ։ Անընդհատ Փաշինյանի օրոք մենք ունենք անընդհատ պատերազմ։ Բայց հիմա եւ դա պարզ բացատրություն ունի։ Պարզ բացատրություն ունի, որովհետեւ Թուլին անդադ ծեծում են։ Փաշինյանը այդ են ղեկավարն է, որ անդադ ծեծ է ուտում։ Իսկ չեք կարծում, որ հասարակությունը ասում է, ես համաձայն եմ Թուլ լինել, ես համաձայն եմ Թուրքիայի մի մաս լինել, բայց պատերազմ այլևս չեմ ուզում։ Վերջացել է իմ լիմիտը պատերազմը։ Սիրիազա, եկեք հասկանանք հետևյալը, հա։ Մեր հասարակությունը միադեմ չի, միատար չի, բազմադեմ է եւ բազմատար է։ Մեր հասարակությունը պայմանականորեն բաժանենք 3 հատվածի այս տեսանկյունից։ Հասարակության այն մասը, այն 15%-ը, որի մասին դուք ասացիք, որը ամենայն հավանականությամբ ձեր գիտակցությամբ, նշած գիտակցությամբ ապրում, որ ես պատրաստ եմ ամեն օր ծեծել ուտել, ամեն օր ստորացում էլ ուտել, ամեն օր հարյուրանքել, մենակ ինչ չսպանեն, պայմանականորեն ասած, այդ մի հատվածն է։ Հասարակության մյուս հատվածը, որ ամենայն հավանականությամբ դրանից ավելի մեծել է, ընդհակառակը ասում եմ, մենք պատրաստ չենք ամեն օր պատվազրկվելու, ամեն օր ստորանալու, ամեն օր թուքումուր ուտելու, ամեն օր ապտակ ուտելու։ Մենք մեր ուժը գիտակցում ենք, մենք պատրաստ ենք դիմադրելու։ Եվ հասարակության մեծամասնությունը ամենայն հավանականությամբ կեսից ավելին, հա, նա ըստ էության մինչև վերջ չի կողմնորոշվում, որ նա ճիշտ, բայց եթե նա ստանա շատ հստակ բացատրություն այլընտրանքային քաղաքական տրամաբանության, որ եթե չլինի Փաշինյանը մենք էս կանենք, ասեմ ձեզ ինչի մինչև այս պահը չի ստանում։ Կա երկու գործոնների համախումբ,
որոնք իրար հետ միասին վերցած այդ բարդությունը ստեղծում են եւ պետք է կարողանալ դա հաղթահարել։ Գործոնների առաջի համախումբը հետեւալն է։ Քանի մենք ունենք ռուս-ուկրաինական պատերազմը, այդ ռուս-ուկրաինական պատերազմը ստեղծում է այն կարգի անբարենպաստ ֆոն, դրան էլ հիմա գումարել է Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը։ Այն կարգի անբարենպաստ ֆոն, որ մեր հիմնական գործընկերները, ինչպիսին են Իրանը եւ Ռուսաստանը, Իրանի դեպքում հակառակը։ մենք չենք կարողանում նրանցից ստանալ հստակ ուղերձներ։ Օրինակ Հայաստանի պաշտպանության մասով, Իրանի մասով ստացել ենք, Ռուսաստանի մասով չենք ստացել։ Իրանի մասով լրիվ հակառակ պատկերն է, ինչքանով որ խորանա Իրանը իսրայելական այդ հակամարտությունը եւ ինչքանով որ վտանգը ավելանա, որ պատերազմական նորից կլինեն ռազմական գործողություններ, այդքան Իրանի աջակցությունը Հայաստանին մեծանում է, ինչ կարող է ուժեղանալ։ նույն Ադրբեջանի հետ կապված, Ադրբեջանի գործոնի հետ կապված, Ադրբեջանա-իսրայելական, չէ, ես ճիշտ Շատ չեմ լավ, հասկանում։ ես համաձայն եմ ձեր հետ։ Ռուսաստանը համաձայն եմ, օքեյ։ Ուզում ասեմ մի խնդիրը դա արտաքին քաղաքական է, այսինքն մեր գործընկերների մի մասը իրանք լինելով ներքաշված պատերազմական գործողությունների մեջ ըստ էության շատ կաշկանդված են։ Կա եւ երկրորդ գործոնը։ Եվրոպական միությունը, որը Հայաստանի Հանրապետության մեկ այլ կարևոր գործընկերն է, ներսից ունի որոշակի համ քաղաքական անկայունություն։ Օրինակ Ֆրանսիան, հիշում եք, տարածություն մեկ շաբաթ առաջ կառավարություն փոխվեց, ընդ որում փոխվեց անկարգությունների ֆոնի վրա, անկարգությունների ջարդարարության եւ այլն, հա։ Ֆրանսիայում շատ այդ իմաստով բարդ ներքին իրավիճակ է։ Գերմանիայում իշխանությունը այս ընթացքում փոխվել տարածության այս տարվա ընթացքում։ Եվրոպան ներքին անկայունություն ունի, ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված լուրջ տարակարծություններ կան, եվրոպական հասարակությունը Թրամփի WhatsApp-ի համար ունի։ Մի բան ես ասում էլի, այդ տենց լուրերել են տարածվում, բայց դա բնավ էական չի։ Ես նորից եմ ասում, մեզ համար էական չի, դա լուրջ չի, բայց հասարակության համար շատ կարևոր է։ Մեր նորից դուք էլի հասարակություն բառն եք օգտագործում։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ հասարակությունը միատար չի։ Միատար չի։ Կարող է ինչ-որ Մի մարդկանց մասի համար շատ կարևոր է, որ իրենք իրենց հետ խոսելով դե Իսկ կարող պետք է լինի կզանգի Թրամփին, իրենք չեն հասկանում, որ Թրամփին զանգի, Թրամփը կարող է եթե նույնիսկ զանգի, կարող է Ալբանիա զորք ուղարկի։ Չէ, կարող ծիծաղելի բաներ եք ասում։ Կարող է Թրամփի կնոջ հեռախոսներ ունի, գաղտնի բան է, հետը կապի մեջ է, այլ եկեք լուրջ բաներից խոսանք, էլի։ Լուրջ բանը դուք հարցեցիք։ Ախր լուրջ բաներից գիտեք, իմ խնդիրը հետեւյալն է, ես ինչքան խոսում եմ մարդկանց հետ, քաղաքական գործիչների վերլուծաբանների, ինձ մոտ մի բան կա, որ բոլոր քաղաքական գործիչներին թվում է, թե իրենք որ այս ամեն ինչը շատ լավ հասկանում են, այս հասարակությունն էլ է հասկանում, չի հասկանում։ Ներողություն եմ խնդրում, էլի եկեք նախ հասարակությանը չսևացնենք, երկրորդը ես փորձում եմ ձեր հարցին պատասխանեմ, պատասխանի առաջի մասը տվեցի։ Ես հասկանալ ինչ է լինելու ընտրություններին, դուք նորից խոսում եք արտաքին գործոններից։ Հիմա չէ, բայց երկրորդ մասի մասին եմ խոսում, չէ՞։ Կարևոր է նաև երկրորդ մասը։ Հիմա տեսեք, երկրորդ մասը հետևյալն է. Փաշինյանը եւ իր վարչախումբը ունենալով եւ իշխանական լծակներ, եւ ֆինանսական հնարավորություններ, եւ արտաքին աջակցություն, շատ լուրջ կոնսոլիդացրել են իրենց շուրջը ինֆորմացիոն դաշտը, հա, ազդեցությունները հասնում են նրան, որ ասենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մարդիկ հաղթում են, այդ մարդիկ սպանվում են, այդ մարդիկ ձերբակալվում են եւ այլն, ու այդ ամեն ինչ արվում է ժողովրդավարության կողի տակ եւ այլն, այսինքն մի վիճակ է երկրում, երբ որ ընդհանրապես ասած ընդդիմադիր դաշտում գործերն էլ այդքան հեշտ չի, եկեք մինչև վերջ անկեղծ լինենք, հա։ Հիմա այդ ֆոնին մենք ունենք եւս մեկ կառուցվածքային խնդիր ընդդիմադիր դաշտում։ Ընդդիմադիր դաշտը բաղկացած է բազմաթիվ տարբեր տեսակ կառույցներից։ Մի մասը, որը նախկին իշխանություններն է ներկայացնում, մի մասը, ինչպես մենք որը ընդհակառակը նոր ենք առաջանում եւ հələ ինչ որ դեռ չեք առաջացել։ Չէ, առաջացել ենք, բայց կայացման խնդիր ունենք։ Դուք 2 ամիս առաջից այդ հարցազրույցում ասացիք, որ բանակցը եւ որ դուք եք այդ երրորդ ուժը, այդ երրորդ ուժի մի մասը եւ բանակցությունների մեջ եք մյուս արտախորհրդարանական ուժերի հետ միասնական ինչ որ ճամբարով դեռ չկա այդ պահը։ Հիմա այդ բանակցությունները առաջ են գնում, բայց անուններ էլի չեք կարող ասել։ Չեմ կարող ասել, թե նախորդ անգամ որոշ անուններ ես ասել, բայց ուզում եմ ասեմ ձեզ հետեւյալը։ Չեք ասել։ Շատ կարեւոր է։ Հարցազրույցի ժամանակ չեք ասել, հարցազրույցից հետո եք ասել։ Շատ լավ ասել եմ, բայց շատ կարևոր է, որպեսզի այդ երրորդ ուժը առաջանա, որում երրորդ ուժը նա պետք է լինի իսկապես լավ կայացած, լավ կազմակերպված, լավ ռեսուրսներով, այո, բայց մենք էլ ենք աշխատում դրա վրա։ Դժվար է, այդքան հեշտ չի, հայկական իրականության մեջ կա վստահության պակաս։ Շատերը իրար չեն վստահում, որովհետև մտածում են, որ ես այս մարդու հետ համագործակցեմ, ուրիշները ինչ կմտածեն, ում հետ է ինքը կապված եւ այլն։ Այդ խնդիրը կա մեր իրականության մեջ։ Մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել,
Ստացվում է։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջ ենք գնում այդ ճանապարհով, առաջ ենք գնում, համենայն դեպս շատերն են անդիմադիր դաշտում սկսել հասկանալ, որ առանձին իրանք ուղղակի Գոնե դրվելու են մեկ-երկու ուժի անուն տվեք, ում զբոսայգանի հետ վրա։ ամենայն հավանականությամբ կմիավորվեք եւ ինչ որ ընդհանուր մի ճամբարով Եկեք sense անենք, էլի ես հասկանում եմ ձեր լրագրողական հետաքրքրությունը։ Չէ, որ առարկայական լինի զրույցը, պարոն Չավաբյան, եթե 2 ամիս բանա եկեք սիրելի ազա, ես ձեզ տաները կտամ, երբ որ մենք պաշտոնականացնենք դա։ Բացատրեմ ձեզ ինչու է խնդիրը։ Մինչև ամեն ինչ չի համաձայնեցված բանակցությունում, չի համաձայնեցված ոչ մի բան։ Հասկանում եք, որ Եթե ես որևէ ուժի անուն տամ, ես դրանով իրականում կխոչընդոտեմ հենց ձեր ասած նպատակին։ Ուզում եք որ կոնսոլիդացիա լինի, թողեք աշխատենք դրա վրա։ Որովհետև ընդհակառակ մենք սկսենք հիմա խոսալ դրա մասին դեռ չարած, համոզված եղեք, որ օրինակ իշխանությունը փորձել է դրա հետ համագործակցում եք։ Շատերի հետ ենք համագործակցում։ Շատերի հետ ներերը նաև մեր ձևով շարժման։ Ինչպես եք ընդունում այդ մեր ձևով շարժումը։ Օրինակ հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ հորիզոնականը Սամվել Կարապետյանն է զբաղեցնում որպես մարդ, ում վստահում են հայաստանցիները։ Շատ դրական ենք ընդունում։ Ինքը կարող է ինչ-որ բան փոխել, իրավիճակ փոխել։ Կարծում ենք, որ տեսեք, եւ Սամվել Կարապետյանը եւ իր շուրջը համախմբված թիմը մեր տեսանկյունից, այո, այդպիսի հնարավորություն ունեն։ Բայց պետք է նաեւ համապատասխանաբար գործողությունները շատ ճիշտ հաշվարկել, ճիշտ կառուցել են ռազմավարությունը, որը կտանի հաղթանակ։ Բայց դուք առանձին կգնաք, իրենց հետ չեք գնա։ Ձեր ուժը առանձին ուժ կգնա։ Ես ընդհակառակը, ես տենց պնդում չեմ արել։ Կարող ենք իրանց հետ համագործակցել եւ կարող է համագործակցությունը տանել նաեւ նրան, որ մենք իրար հետ օրինակ նախընտրական դաշինք էլ ձևավորենք։ Հնարավոր է, այդ ամեն ինչը հնարավոր է։ Եվ ոչ միայն իրանց հետ։ Հնարավոր է, ես ոչ մի բան չեմ բացառում։ Բայց իրենց հետ էլ եք բանակցում։ Իրանց հետ էլ ունենք, իրանց հետ ունենք քննարկումներ։ Ես դա բանակցություն չի անվանի, իրանց հետ ունենք քննարկումներ։ Ի վերջո մի մոռացեք, որ դա նոր առաջացած ուժ է, մինչև վերջ կազմավորված չի տարբերություն մեզ, մինչև վերջ կազմավորված է։ Շատ չեն այդ ուժերը, էլ ուզում եմ հասկանալ ում հետ եք բանակցում։ Ես ձեզ արդեն պատասխանեցի ձեր։ Նենց մենք ասում ենք երրորդ ուժեր, բայց հետո երբ սկսում ես ինչ որ ցուցակ կազմել։ Հələ դուք ձեր ցուցակը ասեք, էլի հետաքրքիր ձեր ցուցակում ով կա։ Պարոն Չավաբյան, ավելին ես ձեզ ասեմ, ես ամեն շաբաթ ունեմ հարցազրույց, պետք է հյուր հրավիրեմ։ Սկսել եմ հարցազրույցների շարքը ապրիլից, այսինքն ապրիլ, մայ 5 ամիս։ 5 ամսում սպառվել է այդ ցուցակը։ Հետաքրքիր մարդկանց անունները չկան։ Ու ես ուզում եմ հասկանալ, այո, եւ շատ լավ որ եկել եք, ես ուզում եմ հասկանալ ում հետ եք համագործակցում, եթե անունները չեք տալիս, այնտեղ կան Արման Թաթոյան կա, չգիտեմ, կան Մանեթ Հանդելյանենց կուսակցությունը, Ապրելու երկիրը, որի թիմակիցներ նաև այսօր երեք գիշերս զբաղված Վալոդիա Գրիգորյանը, այո, ելով կա այնտեղ, ուզում եմ հասկանամ, Ռաֆի Հովհաննիսյանը կա, համագործակցում։ Տեսեք, բոլոր անունները, ոնց մասին դուք ասիք, եւ ոչ միայն ավելի ընդարձակ շրջանակ կա քաղաքական գործիչների եւ կազմակերպությունների, որոնց հետ մենք մշտական խորհրդատվությունների մեջ ենք։ Կուսակցություն ստեղծեք, չէ՞, ընտրություններին մասնակցելու համար։ Չէ, կուսակցություն չէ, դաշինք։ Կուսակցությունները արդեն կան։ Դաշինք ստեղծենք։ Բայց դուք չունեք կուսակցություն։ Մենք կուսակցություն չենք, մենք քաղաքացիական միավորում ենք։ Դա չի խանգարում մեզ անհատապես մասնակցել ընտրություններին։ Արդեն հստակ է, որ ինչ որ մի կուսակցություն պետք է լինի, որ դուք դաշինքը ստեղծվում է երկու եւ ավել կուսակցությունների միջեւ։ Մենք աշխատում ենք նրա վրա, որպեսզի այդպիսի դաշինք առաջ հիշել հին չգործող ինչ կուսակցություն։ Բանց ասում եմ, դրա վրա մի կենտրոնացեք նրա վրա, թե ովքեր կկարողանան իմի բերեն իրենց ուժերը։ Okay, այսպեսի մի հարց տամ, հա ձեզ։ Դուք անկեղծ անցած անգամ, երբ որ մենք ձեզ հետ խոսում էինք, ասում էիք, որ քաղաքական դաշտում չեք հասել դեռ այն հաջողություններին, չեք կարող դες կայացած համարել, ինչպես ասել, կայացել եք բիզնես, հա, բնակավարում, երբ Մաքենզիում եք, okay։ Այս պահին դուք ինքներդ ձեր աշխատանքն ինչպես եք գնահատում, կհաջողվի արդյոք ձեզ իսկապես լուրջ դաշինքով ներկայանալ, ասել, հայտարարել, որ ահա մենք ենք երրորդ ուժը, եկեք եւ մեզ ընտրեք։ Կստացվի դա։ Տեսեք, ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա ստացվի, բայց ապագայի հետ կապված միարժեք պնդումներ, ասել 100%-ով կլինի, համոզված եմ, որ կլինի, ինձ թվում է ճիշտ չի։ Այդպես են խոսում մենակ այն մարդիկ, որոնք մեղմ ասած իրանց խոսքի արժեքը չեն գիտակցում։ Հասկանաք, հա, այդ ընտրացուցակը, այդ քաղաքացիական պայմանագիր,
բնականաբար կլինի հավանաբար Հայաստան դաշինքը կամ Հայաստան դաշինքը ամենայն հավանականությամբ այդ նույն ձևով կգնա, հանրապետական կուսակցությունը կլինի, հաստատ կլինի Արթուր Վանեցյանի հայրենիք կուսակցությունը, իրենց հետ էլ համագործակցում եք օրինակ Արթուր Վանեցյանի հետ։ Ես ասացի բոլոր հետ էլ ունեն քննարկում։ Դուք կլինեք ինչ որ մի դաշինքով, չգիտեմ, Հայաքվե կամ մեկ այլ անունով, հետո ելով կլինի։ Սավել Կարապետյանի մերձևով կլինի, Արև Մտամետ մի երկու կուսակցություն կլինի կամ մի դաշինք կլինի։ Ես թվում է մոռացակ օրինակ Գագիկ Ծառուկյանի։ Անպայման կլինի Գագիկ Ծառուկյանը հայտարարել քաղաքական հայտի մասին։ Եվ իդեպ շանսեր ունի անցնելու ազգային ժողով։ Կարծում եմ որ այո ունի։ Արդեն 8 ուժ, որից առնվազն մեկը կլինի Արև Մտամետ եւ այն տիպի Արև Մտամետ, որ ես մի բան ասում եմ, տեսեք, դուք խոսում եք այս ընտրությունների մասին, կարծես դրանք սովորական ընտրություններ են։ Սրանք սովորական ընտրություններ չեն։ Արդեն հայտարարվել է նրա մասին, որ եթե գործող իշխանությունը այս ընտրությունների միջոցով վերարտադրվի, նա լուծարելու է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք գիտենք դրա մասին, ով գիտի դրա մասին, հասարակությունը դրա մասին։ Հասարակություն, հիմա մենք խոսում ենք ձեր հետ մասնավորապես նրա այն նպատակով, որ մեր ունկնդիրները հասկանան, որ խոսք է գնում միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության լուծարման մասին։ Եվ թե ինչ է լինելու դրա փոխարեն, ոչ մեկ չէ չի հասկանում։ Պատկերավոր դա ներկայացնեք, մենք շատ ենք, ես էլ եմ այդ թեմայի շուրջ շատ խոսում, շատ եմ դրա մասին գրում եւ հարցազրույցներում եմ դրա մասին խոսում։ Ինչ է նշանակում Հայաստան պետությունն այլևս չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց։ Առարկայական, ինչպես դա տեղի կունենա։ Առարկայական տեղի ունենալու հետևյալը է. Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից հանվելու է անկախության հռչակագիրը։ Դրա մասին արդեն հայտարարվել է։ Եթե Նիկոլ Փաշինյանին դա հաջողվի անել։ 1. Հայաստանի Հանրապետության սահմանադրության տեքստից կհանվեն բազմաթիվ շատ կարևոր դրույթներ։ Ցեղասպանություն։ Չէ, ցեղասպանությունը դա հռչակագրում է, բայց օրինակ հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին եւ այլն։ Սահմանադրությունը կվերաձևակերպվի այնպես, որպեսզի այլևս ընտրություններով հնարավոր չլինի իշխանություն փոխել։ Այսինքն լինի մոտապես հետևյալ կերպով. Հայաստանում իշխանությունը մշտապես նշանակեն թուրք-ադրբեջանական կառավարիչները։ Իրանք մշտապես կարողանան Հայաստանում իշխանություն պահել։ Մի զարմացեք։ Ես ձեզ ասեմ, օրինակ Ֆինլանդիայում հետ պատերազմյան տարիներին մի քանի անգամ նախագահի լիազորությունները երկարացվել են, նախագահի, որովհետև դա սովետական միության պահանջն էր։ Դու սովետական միությունը համարում էր, որ այդ նախագահը լոյալ է սովետական միությանը եւ ասում էր, եթե դուք այդ նախագահին փոխեք, պատերազմ կսկսի։ Ու մի քանի անգամ թեև իրանց համանadrության մեջ գրված էր, որ 2 ժամկետ պետք է բան, մի քանի անգամ այդ մարդը ցմահ, անունը հիմա չեմ հիշում, ցմահ կառավարել է, հասկանում եք։ Իսկ հետո երբ որ ինքը վախճանվել է, իր փոխարեն բերել են այսպես ասած իր կողմից մատնանշած մարդուն։ Եվ դա մինչև սովետական միության փլուզումը 91 թվականին։ 45 թվականից մինչև 91 թվական, մոտավորապես 45 տարի է դա տեղի ունեցել։ Հիմա նույնը լինելու է Հայաստանում։ Հայաստանում մենք չենք կարողանալու այլևս իշխանություն ձևավորենք։ Այդ Հայաստանում 4-րդ հանրապետություն կոչեցյալ այդ արհեստական կառույցում իշխանությունը նշանակվելու է Անկարայից։ Իմ հիմա էլ Անկարայից նշանակված է։ Դուք կասկած մի ունեցեք։ Այս իշխանությունը Անկարայից նշանակված իշխանություն է, բայց դրանից հետո դա ինստիտուցիոնալիզացվել է։ Ես չեմ համարում, այսինքն ինչ նշանակում նշանակված։ Դուք ուզում եք ասել, որ դրանք բերել են Նիկոլին իշխանության։ Այո։ Հա, մանիպուլյացիայի միջոցով իրանք են բերել իշխանության։ Մարդիկ են դուրս եկել փողոց Սերժ Սարգսյանի։ Ես ես մի բան ասում եմ, դա 18 թվականին։ Դա 18 թվականին, իսկ 21 թվականին մարդիկ են դուրս եկել փողոց։ 21 թվականին մարդիկ հակառակ նպատակով են դուրս եկել փողոց։ Փողոցում հանրահավաքներ էին Փաշինյանի դեմ, ոչ թե Փաշինյանի օգտին։ Բայց Փաշինյանը վերարտադրվեց, չէ՞։ Ախր դուք սխալ գնահատական եք տալիս 21 թվականի ընդդիմության պարտությանը եւ ուզում եք ճիշտ չվերլուծած այդ ընտրություններում պարտությունը։ Ես այդ ընտրությունները ներսից տեսել եմ, շատ լավ գիտեմ։ Ես գիտեմ ինչ միջամտություն ա եղել։ Թուրքիայի կողմից ինչ միջամտություն ա եղել։ Թուրքիայի կողմից եղել է հետևյալ միջամտությունը։ Եթե Փաշինյանը հեռանա, Թուրքիան ինտերվենցիա կանի։ Թուրքիան դրա մասին հայտարարել է։ Դուք մի մոռացեք, որ երբ որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից հնչեց հայտարարություն Փաշինյանի հրաժարականի մասին, առաջինը դրան արձագանքեց Թուրքիան եւ ասաց, որ մենք թույլ չենք տա, որ զինվորականները Հայաստանում իշխանություն փոխեն։
Մի մոռացեք դրա մասին։ Դրանք բոլորը հայտնի փաստեր են։ Եթե գնանք ձեր տրամադրությամբ նույնը կասենք 26։ Մի արեք պնդում, որ ես սխալ վերլուծություն եմ անում։ 26-ին նույնը կլինի ըստ ձեզ, եթե ձեր տրամաբանությամբ եւ նորից այսինքն չեմ բացառում, որ Թուրքիան կփորձի միջամտել։ Ուղղակի այստեղ մի քիչ իրականություն է փոխվել։ Ինչ իրականություն։ Թուրքիան թուլացել է այս ընթացքում։ Թուրքիան խնդիրներ է այնքան չի թուլացել, որ բայց գալի չափով թուլացել։ Նախ ներսից է թուլացել, պետք է նկատի ունենաք։ Ներսից է թուլացել։ Հիմա Էրդոգանի դարդը Փաշինյանը չի։ Հիմա Էրդոգանի դարդը իր անդիմությունն է, որոնց մեծ մասը բանտերում է, ինչպես ես ձեզ ասեմ, որ Էրդոգանի եւ Փաշինյանի գործելակերպը ուղիղ կրկնություն են մեկը մյուսի։ Ուղիղ կրկնություն, երբ որ քաղաքական խնդիրները լուծվում են մահակի միջոցով։ Եկեք այսպես, բարձ հարց տամ, պարոն Չաղաբյան։ Ըստ ձեզ Հայաստանի քաղաքացիները ի վիճակի են իշխանություն փոխել Հայաստանում անկախ առանց մի դրսի վրա, դրսի միջամտության։ Դեռևս այո, բայց ապագայում կարող է դա փոխվի։ Դեռևս այո։ Հիմա պատկերացրեք մենք այդ շանսը հիմա ունենք։ Այո, այս բանին ունենք։ Ես հարցին հարցով պատասխանեմ։ Պատկերացրեք, որ Հայաստանի ոստիկանական ուժերը բաղկացած լինեն, մեծապես բաղկացած լինեն թուրքալեզու մարդկանցից։ Մեծապես բաղկացած լինեն։ Օրինակ, Փաշինյանի կողմից բաժանվի մոտ 100,000 անձնագիր թուրքալեզու մարդկանց, այդ մարդիկ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ դրանից հետո համալրեն ոստիկանության զորքերի շարքերը։ Եվ դրանից հետո ցանկացած գործողություն իշխանության դեմ ճնշվի թուրքալեզու մարդկանց կողմից։ Ես դա պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն Հայաստանում կարող է ստեղծվել նենց իրավիճակ, որ իշխանության հիմնական ուժային գործիքները, եթե հիմա դրանք գոնե հայ մարդիկ են, բայց հիմնականում այսպես ասած կամակատար մարդիկ են, դառնան իսկապես թուրքալեզու մարդիկ, ադրբեջանցիներ, ենթադրենք պակիստանցիներ, թուրքեր եւ այլն։ Դա կարող է լինել։ Դեք մի բացառեք այդ ամեն ինչը։ Տենց են պետությունները ներսից վերցնում։ Եվ Փաշինյանը դրա գործիքն է, հասկացեք։ Պատմական մի օրինակ բերեք, ինչի է սա նման։ Ֆինլանդիան հասկացանք։ Ֆինլանդիայի օրինակը ես արդեն բերեցի, Ֆինլանդիայի օրինակը ես արդեն։ Կան պատմության մեջ նման օրինակներ, որ մարդկանց համար հասկանալի լինի, ինչի մասին եք խոսում։ Երբ որ երկիրը դրսից բան արվել։ Այո։ Դրա օրինակները օրինակ հետևյալն են։ Ռուսաստանը ժամանակին, օրինակ, դարձել էր ցարական Ռուսաստանը։ Դարձել էր լեհական պետության Լեհաստանը Ռուսաստանի մաս էր կազմում։ Ֆորմալ Լեհաստանը Ռուսաստանի մաս չէր կազմում, տեսեք ուրիշ բաներ արվել։ Ռուսական կայսրը դարձել էր նաև Լեհաստանի թագավորը։ Այսինքն ֆորմալ տեսանկյունից Լեհաստանը չէր միավորված Ռուսաստան մեկ պետության մեջ, նա առանձին պետություն էր ֆորմալ, բայց այնտեղ կանգնած էին ռուսական զորքեր, հա, այնտեղ ռուսական ոստիկանություններ եւ այլն։ Ուրիշ օրինակ ձեզ բերեմ, հիշացեցիք մի անգամից չի հիշում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայի երկրները հայտնվեցին խորհրդային իշխանության գերիշխանության ներքո։ 1900, եթե ճիշտ եմ հիշում, 56 թվականին Հունգարիան փորձեց այդ իշխանության տակից դուրս գալ։ Հունգարիայի ներսում եղած պետական ղեկավարությունը, որը փորձել էր խորհրդային ղեկավարության տակից դուրս գալ, ֆիզիկապես ոչնչացվեց։ Ռուսական, սովետական տանկեր մցվեցին Հունգարիա, այդ ապստամբությունը ճնշվեց ուղղակի։ Վերվեցին նրա փոխարեն մարդիկ, որոնք ենթարկվում են խորհրդային միությանը։ Սարսափելի օրինակներ եք բերում, պարոն Չաղաբյան։ Փաստորեն ստացվում է, որ դրա դեմը ոնց պետք է առնել, ոնց հայ հասարակությունը, այ ժողովուրդը ինչ պետք է անի, ինչպես դիմադրել այդ ամենը։ Թույլ չտալ, որպեսզի Փաշինյանը եւ իր կլիկան վերարտադրվի, թույլ չտալ, գնալ Իսկ նոր իշխանությունը կկարողանա դիմադրել ադրբեջանա-թուրքական այդ տանդեմին։ Այո, կասկած չունեմ։ Ինչ ծևով։ Առաջին հերթին հենվելով մեր ժողովրդի ուժերի վրա եւ նաեւ մեր հնարավոր դաշնակիցների եւ գործընկերների վրա։ Ընդհանրապես ասած թուրք-ադրբեջանական տանդեմը հիմա ուրիշ հազարով մի դարդ ունի մեզանից բացի։ Ադրբեջանը, ասենք հիմա գիտեք, եւ Իրանի եւ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններ ունի։ Թուրքիան մի քիչ ավելի բարենպաստ չի մեզ համար, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ հիմա կոնկրետ լուրջ տարաձայնություններ ունեն Ադրբեջանի։ Բարենպաստ է, հենց այդ եմ ասում, բարենպաստ է։ Բարենպաստ է նաեւ այն, որ օրինակ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Իսրայելի հետ։ Անսպասելիորեն, հասկանում եք, անսպասելիորեն, քանի Թուրքիայի եւ Իսրայելի միջև գտնվում էր Սիրիան եւ Ասադի ռեժիմը, նրանք իրար հետ խնդիր չունեն, երկուսով միասին Ասադի դեմ էին պայքարում։ Հիմա երբ որ Ասադը մեջտեղից դուրս է եկել, իրենք սկսել են պայքարել իրար դեմ։ Դա էլ մեր համար բարենպաստ չէ, եւ Թուրքիայի նաեւ ներքին իրավիճակի մասին Թրամփի դերակատարությունը։ Թրամփի դերակատարությունը, եթե մենք ճիշտ աշխատենք, հաշվի առնելով նաեւ հայկական լոբիի արկայությունը Վաշինգտոնում, բայց կա դեռ այդ լոբին, ձեզ մոտ չկա տպավորություն, որ լուծարվել են։ Մեր մոտ չկա այդպիսի տպավորություն, Փաշինյանի բոլոր ջանքերը
հայկական լոբին չեզոքացնելու Վաշինգտոնում ի վերջո բերել են նրան, որ ինքը չի կարողացել այդ լոբին չեզոքացնել։ Մենք այսօր ունենք, մենք կարող ենք հստակ ասել, մենք ունենք հայ դատի գրասենյակ, ասեմբլին զգալի չափով չեզոքացված է, բայց մենք ունենք հայ դատի գրասենյակ, որը շարունակում է պայքարել հայկական ազգային շահերի համար։ Մենք ունենք դա։ Այսինքն մենք պետք է կարողանանք մեր ամբողջ ռեսուրսները այդ իմաստով իմի բերենք, պետք է հաշվի առնել, որ Ֆրանսիայում էլ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք զգալի չափով կարող են մեր օգտին լինել, այնտեղ ավելի պահպանողական ուժերը կարող են գալ իշխանության եւ ավելի հայամետ են, որոնք ոչ միայն ոչ այդքան ավելի հայամետ են, որքան ավելի հակաթուրք են, որտեղ իդեմս Թուրքիայի մեծ վտանգ են տեսնում Եվրոպայի համար։ Այսինքն այս ընդհանուր իրավիճակը հիմա մեր համար ավելի բարենպաստ է, քան սրանից 2-3 տարի առաջ։ Մեզ պետք է դրանից օգտվել։ Մեզ պետք է ժամանակ շահել, այո, թույլ չտալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական ագրեսիայի գնա Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես դուք հակառակը հասկացեք, էլի։ Ձերպես հավանաբար այն մարդիկ ում հետ որ դուք բանակցում եք, ընդդիմադիր դաշտում նրանք ովքեր այս պահին ընդդիմադիր դաշտում են, չէ՞, քաղաքական գործիչները ձեր ասածները կիսում են, համամիտ են ձեզ հետ, այդ բոլոր վտանգները հասկանում են։ Բնականաբար, իհարկե։ Եթե այդ ամեն ինչը հասկանում են, ուրա ձեր միասնական վճռականությունը։ Միասնական հայտարարություններ անելու, միասնական գործելու, ճամբարն արդեն օր առաջ ձևավորելու, ուրա։ Նորից ուզում եմ ձեզ ասեմ հետևյալը։ Մի քանի փաստերի կանոդառնանք, սրանից մի քանի օր առաջ մի շարք ընդդիմադիր ուժեր եւ գործիչներ հավաքվել էին այս թեմայով բավական տենց ներկայացուցչական հայտարարություն են արել, հուսով եմ դուք կարդացել եք այդ հայտարարությունը, գիտեք դրա մասին, այսինքն դա քայլ է կարևոր ուղղությամբ։ Մայր Հայաստանը, որը մինչև այդ շարժում էր, հիմա վերաձևակերպեց կուսակցության, իր առաջի հայտարարությունից մեկին դրա մասին եղել, որ ընդդիմադիր ճամբարում պետք է դադարեցնել փոխհրաձգությունը, որի մասնակից են իրանք են իդեպ, բայց ասենք առաջ հայտարարությունից, այսինքն տեսեք, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ցույց են տալիս։ Դա նկատելի է նույնիսկ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը վերջին շրջանում ավելի քիչ են իրար։ Հիմա վաղը չեմ իսօրը տեղի ունենալու, ասենք խորհրդանական լսումներ, որտեղ բավական լայն անդիմադիր սպեկտրա ներկայացվելու։ Ինձ թվում է, տեսեք, մենք միշտ է գիտակցության մեջ ենք, որ մեր երկրի համար մեկ վտանգը դա թուրք-ադրբեջանական տանդեմն է եւ ներսում իրենց կամակատար հանդիսացող Փաշինյանի իշխանությունը։ Մենք միշտ այդ գիտակցության մեջ ենք։ Եվ մենք համարում ենք, որ պետք չի ընդդիմության դեմ կամ ընդդիմության ներսում պայքարել։ Խնդիրը նրանում է, որ այդ ընդդիմությունը նորից կրկնեմ, ինքը քանի որ բազմատար է, միատար չի։ Եվ մի մասը առողջ կառույցներ են, եւ մի մասը ոչ այդքան առողջ կառույցներ են։ Իսկ կգա մի պահ, երբ որ օրինակ հասարակությունը, նրանք ովքեր որ 21 թվականին չսիրելով նույնիսկ Փաշինյանին գնացին նորից նրան ընտրեցին, մի հատված ասում են, բա Քոչարյանին չեն ընտրել, հայտնի հայտարարություն կա տարածված հասարակության մեջ։ Իսկ կարող է գալ մի պահ, երբ բոլորը եւ արտախորհրդարանական ընդդիմություն, եւ խորհրդարանական ընդդիմությունը, եւ Սերժ Սարգսյանի թիմը, եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, որ կատաղի հիմա հակամարտության է դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հետ, բոլորը միավորվեն, բոլորը։ Տեսեք, ես դրանում անհրաժեշտություն չեմ տեսնում, որպեսզի բոլորը բոլորի հետ միավորվեն։ Նախ դա արհեստական է, երկրորդը դա չի բերելու հասարակության տեսանկյունից որևէ առավելության, ինչի որովհետև այն մարդիկ, որոնք ընտրելու են Քոչարյանին, չեն ընտրելու Տեր-Պետրոսյանին եւ ընդհակառակը։ Այդ իրանք կարող են իրար չեզոքացնել։ Ես ավելի շուտ խնդիրը տեսնում եմ հետեւյալի մեջ, որ անդիմության դաշտում առաջանա 3-4 մեծ ճամբար, որը մարդկանց ընտրության հնարավորություն է տալու։ Եթե մարդիկ ուզում են գան ընտրեն ինձ, թող գան ընտրեն ինձ։ Եթե ուզում են գնան ընտրեն Քոչարյանին, թող գնան ընտրեն Քոչարյանին։ Ի վերջո դա մարդկանց ընտրությունն է։ Մարդ կա, որ ասելու է Քոչարյանը արդեն նախագահ է եղել, ինքը փորձված է, ինքը ենթադրենք մենք գիտենք ինքը ինչպես է աշխատել եւ գնալու ընտրելու է Քոչարյանին, իսկ մարդը լինելու, որ ասում է մենք ուզում ենք երիտասարդ ուժ գա, որը մաքուր է, նախկին բոլոր այսպես ասած մեղքերով ծանրաբեռնված չի, որը թարմ ուղեղ ունի։ Բայց այդ բոլոր 4-5 կոալիցիոն կառավարություն ստեղծել։ Այդտեղ բայց տեսեք, այդ երբ որ դուք ասում եք կոալիցիայի մասին, այո, կարող է լինել կոալիցիոն կառավարություն, բայց կոալիցիոն կառավարության սպեկտրը շատ լայն է, որտեղ պատկերացեք այսպես իրավիճակ։ Ենթադրենք հասարակության 50%-ը գալիս է մեզ ընտրում, այն ուժին, որի մեջ ես կլինեմ, ոչ թե ինձ անձամբ, բայց այն ուժին, որի մեջ ես կլինեմ։ Ընտրում է մեզ, եւ ենթադրենք 3% ընտրում է Քոչարյանին։ Դեպքում այդ կոալիցիոն կառավարությունը մենք ենք ձևավորելու ու հələ կորոշենք, ասենք իրանց ընդ տեղ ենք տալու թե չէ։ Եվ ընդհակառակը կարա տեղի ունենա։ Այդ ամեն ինչը ապագայի խնդիրներ են։
իրական խնդիրը, որ այսօր պետք է տեղի ունենա, դա այն ռազմավարությունն է, որը հնարավորություն կտա խափանել Փաշինյանի վերարտադրությունը։ Երբ է հայտնվելու, ասենք, ընտրություններից մի ամիս առաջ, կես տարի առաջ, 2 ամիս առաջ, երբ հասարակությունը կունենա անդիմադիր ուժերի մի մեծ ցուցակ եւ տակը ստորագրություն, որ այդ ցուցակում ներկայացված ուժերի ղեկավարները հաստատ իրենց ձայները չեն տալու, պարտավորվում են որևէ պարագայում իրենց ձայնը չտալ Նիկոլ Փաշինյանին։ Ես հիմա էլ եմ դա պարտավորվում, որ մեր ձայները երբևիցե Փաշինյանին։ Չէ, բայց ես ընդհանուր ցուցակի մասին եմ։ Ընդհանուր ցուցակի մասին եկեք sense անենք, էլի։ Ինձ թվում է ճիշտ է, որպեսզի դուք այդ մարդկանց հերթով հրավիրեք։ Հրավիրում եմ։ Այդ հարցը տակ իրանց։ Տեսեք, ինձ տալիս եք ասում, ես եւ Հայակվեի անունից, որովհետեւ դա մեր համար միաժեք է։ Մենք պարտավորվում ենք երբևիցե որևէ կերպ չհամագործակցել թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատար Փաշինյանի հետ։ Մնացած բոլորի հետ պատրաստ ենք։ Չենք ասում, որ մնացած բոլորի հետ պատրաստ ենք, բայց Փաշինյանի հետ պատրաստ չենք երբևիցե։ Չասենք, որ բոլորի հետ պատրաստ ենք, դա ըստ իրավիճակի է գալու։ Իրավիճակ կա, որ կարող է հարկադրված լինենք, իրավիճակ կա, որ ընդհակառակը կնախընտրենք իրանց հետ չհամագործակցել։ Փաշինյանի հետ ոչ մի տարբերակում չենք համագործակցելու։ Որտեղ Փաշինյանը տանում է մեր հանրապետությունը լուծարելու եւ ինքը հայտարարել է դրա մասին։ Եկեք մի քիչ Ռուսաստանից խոսենք, որտեղ դուք քաջատեղյակ եք Ռուսաստանից եւ Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից ի տարբերություն Հայաստանում գործող մյուս քաղաքական գործիչների։ Ռուսաստանում կա հստակ ռուս-ադրբեջանական հակամարտություն, որը որ դուրս չի եկել դեռ, այսպես ասեմ, Մոսկվայի կողմից, համենայն դեպս պաշտոնական լեվելի դուրս չի եկել, այսինքն Մոսկվան շարունակում է իր ազգոշավոր հայտարարությունները, պաշտոնական Մոսկվանի դեմս Լավրովի, Զախարովի, Պիսկովի, Պուտինի, բայց ակնհայտ է, որ ինչ-որ բան տեղի է ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում եւ բավականին կոշտ։ Այս իրավիճակում Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը Փաշինյանի նկատմամբ պաշտոնապես, ասենք, որ չլինի այդ աջակցությունը Փաշինյանի, ակնհայտ աջակցությունը, ինչպես դա եղավ 21 թվականին։ Նախ տեսեք, ինձ դժվար է մեկնաբանել Ռուսաստանի։ Դե դուք ոչ մեկին չեք ուզում մեկնաբանել։ Քաղաքական գործիչ եք, պետք է բոլորին մեկնաբանեք։ Բոլորին չէ։ Ինքներս մեզ պետք է առաջին հերթին մեկնաբանենք եւ մեր գործողությունները բացատրենք։ Քաղաքական մեկնաբաններն են, որ բոլորին մեկնաբանում են։ Ռուսաստանի ղեկավարության հետ կապված ասեմ ձեզ հետևյալը, տեսեք, Ռուսաստանի ղեկավարությունը ընդհանուր առմամբ խնդիր ունի Հարավային Կովկասում իր ազդեցությունը եթե ոչ վերականգնելու այնպես ինչպես եղել է մինչև գոնե պահի այս 2020 թվականը, չէ, բայց որոշակիորեն ամրապնդելու խնդիր ունի եւ դա զարմանալի չէ, դա մեծ տերություն է, որը իր այսպես ասած արտաքին շարժվում պետքա փորձի իր ազդեցությունը ամրապնդել։ Դա զարմանալի չի, եթե դա փորձում անել Թուրքիան կամ Իրանը, բնականաբար նաև պետք է անել Ռուսաստանը։ Կարծում եմ, որ Փաշինյանի հետ կապված Ռուսաստանի ղեկավարությունը առանձնապես ակնկալիքներ չունի, որտեղ նրանք բազմիցս են համոզվել, Համոզված եք դրանում։ Իսկ եթե Փաշինյանը գնա նոր խոստումներ տա։ Չէ, ես ես մի բան ասում եմ, տեսեք, Ռուսաստանի ղեկավարությունը դա մեղմ ասած բոլոր դեպքերում պետք է համարել, որ կոմպետենտ մարդիկ են, որոնք իրենց գործողությունները եւ իրանց հաշվարկները իրականացնում են ոչ թե Փաշինյանի խոստումներով եւ այլն, այլ երկարաժամկետ սեփական շահերի գիտակցությամբ եւ նաեւ գործընկերների այն գնահատականով, որ իրենք ունեն։ Փաշինյանի հետ կապված իրանց գնահատականը իմ համար արդեն բավական հասկանալի է, այդ իմաստով եւ իրենք Փաշինյանին չեն վստահում։ Հիմա այլ հարցը թե ում կվստահեն իրենք Հայաստանում, ով կարող է լինել իրենց գործընկերը։ Ընդհանուր առմամբ ինձ թվում է, որ իրենց դիրքորոշումը հետեւելն է, որ եւ դա այս ընթացքում համոզվել են բազմաթիվ նաեւ քննարկումների արդյունքում, որ իրենք պատրաստ են վստահել այն անձին, որին կընտրի կամ այն քաղաքական ուժին, որին կընտրի Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը, որը կստանա մանդատ ներկայացնելու հայ ժողովրդին, որովհետև իրենք անմիջական միջամտության եւ փորձելու Հայաստանի ներքին գործեր խառնվելու առանձնապես ախորժակ չեն ցուցաբերում։ Եվ դա պատճառ ունի, որովհետև ժամանակին իրենք դարել են Ուկրաինայում եւ դա հանգեցրել է Ուկրաինայում լիակատար կորստի պատերազմի եւ այլն։ Իրենք հասկանում են, որ ավելի լավ է հաշվի նստել տվյալ երկրում ընտրված ղեկավարության։ Պարբերաբար, երբ որ Փաշինյանի թիմակիցները հայտարարում են, որ էմիսարներ Ռուսաստանից ուղարկված եւ այլ, դրա տակ ոչինչ չկա, որտեղ Ռուսաստանը չի գնում նման քայլերի, Ռուսաստանն ասում է «Սամի разберитесь»։ Տեսեք, իրանք երբ որ ասում են էմիսարներ, թող մի հատ բնավ բացատրեն ում նկատի ունեն էմիսար ասելով, հա։
կոնկրետ ում մասին է խոսքը։ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության տարածքում $1 միլիարդից ավելի ներդրումներ ունի եւ այլն։ Տրամաբանությունն եմ ասում։ Իրանք փորձելու են տես ներկայացնել։ Ախր հասկացեք, որ չէ, իրանք հասկացա, բայց Ռուսաստանի դիրքորոշումը Ռուսաստանը էլի որևէ ձևով ոչ մի բանով չի միջամտելու։ Ոչ տնտեսական ճնշմամբ, ես ճիշտ եմ հասկանում ձեզ։ Ես չէի ասի, որ Ռուսաստանը ընդհանրապես որևէ կերպ չի միջամտելու, հա, ընդհանրապես որևէ կերպ, որովհետեւ Հայաստանի շուրջ բոլոր հիմնական ուժային կենտրոնները այս կամ այն կերպ միջամտում են եւ փորձում են միջամտել։ Եվրոպական միությունն էլ է միջամտում գրանտեր տալիս ժողովրդավարության, Միացյալ Նահանգներն էլ է միջամտում, ասում է ճանապարհը ես կվերցնեմ ինձ, Ռուսաստանն էլ է ինչ-որ ձևով միջամտում, Թուրքիան բնականաբար միջամտում, ասում է թե դուք Փաշինյանին փոխեք, մենք կներխուժենք եւ այլն։ Բոլորն էլ այս կամ այն կերպ փորձում են ազդել Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, որը հայտնվել է իրանց շահերի կենտրոնում, հա։ Այլ հարց է, ես այլ բան ասի, ես ասի նա չի փորձելու Հայաստանի իշխանություն պարտադրել, որովհետև նա հասկանում է, որ դա անհեռանկար է։ Անհեռանկար է։ Վերջին հարցս, երբ մենք ձեզ կհանդիպենք մեր երրորդ հարցազրույցը երբ կլինի եւ երբ դուք պատրաստ կլինեք հայտարարել երրորդ ուժի եւ ձեր մասնակցության մասին։ Եկեք sense պայմանավորենք, որ մեր երրորդ հարցազրույցը կանենք այն ժամանակ, երբ որ այդ երրորդ ուժը կձևավորվի, որովհետեւ ես ձեզ այսպես ասած հաստատակամորեն հնչող հարցին ունենամ հաստատական պատասխան։ Ես ձեզ հաջողություն եմ աղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ֆերդինանդ 7-րդը Իսպանիայի թագավորն էր։ Ժամանակակիցները նրա մասին ասում են El Roi Felon, այսինքն դավաճան թագավոր, տականք թագավոր։ Ու գիտեք ինչի, որովհետև դավաճանել էր բոլորին։ Հորն էր դավաճանել, Նապոլեոնին էր դավաճանել, իր ժողովրդին էր դավաճանել։ Բայց հիմնականում իսպանացիները նրան չէին սիրում, որովհետև նա արշավ էր սկսել սահմանադրության դեմ եւ չեղարկել էր 1812 թվականին ընդունած սահմանադրությունը, որը մեծ ազատություններ էր բերում իսպանացիներին։ Նա չեղարկեց այդ սահմանադրությունը եւ այնքան հիմար էր կառավարում, որ իր թագավորության օրոք Իսպանիան կորցրեց գրեթե բոլոր գաղութները եւ երբեմնի մեծ կայսրությունից վերածվեց փոքրիկ մի պետության, որը երկար տարիներ, հարյուրավոր տարիներ համարվում էր Եվրոպայի ամենահետամնաց երկիրը, բայց պատմությունը նրան հիշում է որպես Իսպանիայի ամենաչհաջողված դավաճան թագավոր, եւ պատմությունը սովորաբար կրկնվում է տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակներում։